Դե ինչ տեսանյութը կարծում ինչ որ արդեն ձեզ ասած, բայց որպեսզի ավելի պարզ լինի թե ինչից ենք խոսելու եւ ինչու դիտեցինք նախ այս տեսանյութը, ուրեմն հայտնի են Մանսուրյանի անվան կոմպոզիտորների 4-րդ միջազգային մրցույթի արդյունքները։ Արդեն 4-րդ տարին անընդմեջ կողմ հիմնադրամի նախաձեռնությամբ իրականացվող մրցույթը դարձել է միջազգային հիմնադրամի նախաձեռնությամբ իրականացվող մրցույթը դարձել է միջազգային ստեղծագործական հարթակ, համախմբելով կոմպոզիտորների աշխարհի տարբեր երկրներից։ Մրցույթին մինչ այժմ մասնակցել ավելի քան 100 կոմպոզիտոր 25 երկրից, որոնք աշխատել են 20 հեղինակների պոեզիայի շուրջ։ Այս տարի մրցույթին մասնակցել է 13 երկրից 17 կոմպոզիտոր։ Մրցույթի մեկնարկին մենք անդրադարձել էինք արդեն, իսկ այժմ այն կամփոփենք հաղթողի հետ միասին, խոսելով նաև ընթացքից։ Եվ այսպես մեր հյուրերն են կողմ հիմնադրամի մշակութային նախագծերի պատասխանատու Սոնա Վերջյան, բարի լույս, եւ Մանսուրյանի անվան կոմպոզիտորների 4-րդ միջազգային մրցույթի առաջին մրցանակակիր Էրիկա Մարկոսյանը։ Բարի լույս առավոտի։ Կարդալու համար 3 եմ ստանում, իսկ հիմա անդրադառնանք ձեզ։ Նախ Սոնա, դուք միշտ շատ սպասված հյուր եք մեր մոտ ու մենք ամեն անգամ ձեզ տեսնելուց հետո հասկանում ենք, որ որքան հետաքրքիր բան է կյանքը, որովհետև ես ամեն անգամ ձեզ տեսնում եմ ու երբ որ դուք միշտ գալիս եք մեր մոտ, ինչ որ դուք ձեր հետ բերում եք ինչ որ նոր էներգիա, ինչ որ նոր տրամադրություն, նոր գույներ ու իմ կարծիքով դուք աշխատում եք եւ ապրում եք այնպիսի մի ոլորտում, մի բնագավառում, որը որ կարելի է համարել ամենաերջանիկ մասնագիտությունների այդպես ցանկում։ Շատ շնորհակալ եմ, իհարկե ամաչեցի, նույնիսկ մի պահ մտածեցի, որ գնամ, բայց ինձ էլ է շատ հետաքրքիր եւ հաճելի ձեր միջավայրում լինելը, հատկապես բացառիկ է այն կարողությունը, ունակությունը, որին տիրապետում եք դուք, որովհետեւ շատ քիչ հաղորդավարներ կան, ովքեր նախապատրաստվում են հարցազրույցին, տեղեկանում են, հետաքրքրվում են եւ դա հյուրերին կամ մարդկանց, ովքեր զրուցակիցն են այդ պահին, տալիս է մի փոքր ավելի վստահություն, որ արված այդ աշխատանքը ճիշտ գնահատվում է եւ անհրաժեշտ է։ Իսկ այն ոլորտը, որում ես եմ, իսկապես երջանկության մի մեծ աղբյուր է, հատկապես ճակատագրի բերումով ունեմ հնարավորություն առնչվելու, շփվելու եւ սովորելու մեր հասարակության լավագույն ներկայացուցիչներից, մեր մտավորականների այն անհատներից, ովքեր իսկապես մեծ փոփոխություններ են ամեն մեկն իր ոլորտում արել, խոսքս վերաբերում է Տիգրան Մանսուրյանին, որի ցանկած ամեն բառ, յուրաքանչյուր իր բառ ուշադրության արժանի է, ես ամեն բառից նոր բան եմ սովորում, նոր ուսումնասիրության գայթակղություն եմ ինձ համար ձեռք բերում, որով հետո շարունակում եմ ուսումնասիրել ու հասկանում եմ, թե ինչ երջանիկ մարդ եմ ես, որ ունեմ այդ հնարավորությունները եւ սա պարոն Մանսուրյանը որպես մանսուրյանական մրցույթի եւ այս մթնոլորտի ռահվիրա, այսպես ասած, եւ սկզբնաղբյուր, բայց իր շնորհիվ Կոստան Զարյանը դարձավ մեր հետաքրքրության մեկ այլ շրջանակ ձևավորողը, որի շուրջ անընդհատ ուսումնասիրություններ են եւ ելի բացահայտումներ են արվում։ Մի խոսքով ձեր դիտարկումը շատ տեղին է, իսկապես երջանկության աղբյուր է եւ ես շատ կուզեմ, որպեսզի մենք գնահատենք ճիշտ ժամանակին մեր այդ մեծերին, ովքեր մեզ այդ երջանկության շարունակության հնարավորությունը տալիս են։ Խոսքից դες բան չեմ հիշում ինչ պիտի խոսեմ, դուք մոռացա։ Այս տարի մրցույթին մասնակցել են 13 երկրից 17 կոմպոզիտորներ։ Ինչպես է փոխվել մրցույթի աշխարհագրությունը այս վերջին 4 տարիների ընթացքում։ Աշխարհագրությունը շատ լայնանում է գնալով ավելի ու ավելի, կան երկրներ, որոնք որ գրեթե ամեն տարի շատ ակտիվ են, օրինակ Իտալիան ակտիվ երկրներից մեկն է, վերջին 2 տարիների ընթացքում Լեհաստանն է շատ ակտիվացել, այս տարվա հետաքրքրությունը երևի թե նաև Հնդկաստանից ներկայացուցիչի եզրափակիչ անցնելն էր։ Նախորդ տարիներին էլի ունեցել ենք Հնդկաստանից մասնակից, բայց եզրափակիչ չի անցել։ Եվ այս առումով մեզ համար հետաքրքիր փորձառություն էր, որովհետև ես կարծում եմ, որ հնդիկների մշակույթը եւ իր վաղեմությամբ եւ իր բազմերանգությամբ հետաքրքիր է եւ հատկապես առավել հետաքրքիր է դառնում, երբ հայ պոեզիայի հիման վրա հնդիկը փորձում է երաժշտություն գրել։ Ճապոնիայից ենք ունենում միշտ մասնակիցներ, բայց դեռևս չենք ունեցել եզրափակիչ անցած ճապոնացի կոմպոզիտոր։ Պետք է աշխատեն։ Նույն երկրից եղել են, եթե չեմ սխալվում, Լեհաստանից 2 մասնակից եղել։ Այո, եզրափակիչ այս տարի անցել են 2 հոգի Լեհաստանից, 2 հոգի Իտալիայից։
Հարցեր ուղենք երկային կարծվում է։ Երբ իմացաք, որ առաջին մրցանակակիրն եք, որն էր առաջին զգացողությունը ձեր։ Դե նախ ես բացարձակ չէի սպասում, ամենաշատը որ սպասում էի դա երրորդ տեղի մրցանակն էր։ Ինձ համար այսպեսի մի ձևակերպում է արել, որ եթե արդեն անցել եմ եզրափակիչ փուլ, վերջ, ես այսքան ճանապարհ եմ անցել, ու քույրս որ նկարահանում էր, ում պետք է անունը տան առաջին տեղի, խնդրում էի որ չնկարի, որ հանկարծ ամոթ չլինի, եթե հանկարծ ինչ որտեղ չշահեմ, ու այդ իմանալուց հետո անկեղծ շատ էի հուզվել ու մեծ ուրախություն էր ինձ համար, մինչև հիմա չեմ հավատում։ Հրաշալի։ Որ այստեղ է։ Anamnesis doloris դա բժշկական բառով եթե նայենք, հա, պացիենտի շուրթերով պատմությամբ ցավի ընդհանուր պատմություն, հա։ Տաթևը իր այդ տեքստով մանրակրկիտ պրոֆեսիոնալ, իդեալական ներկայացրել է ցավը։ Երևի դժվար կլինի գտնել համապատասխան մի տեքստ, իր կողքին դնես ու հավասարեցնես ու զգաս այն, ինչ որ Տաթևի գրած տեքստն ես կարդում։ Ինչու ընտրեցիք հենց դա եւ ինչպես։ Ես երևի մանկուց եմ շատ մոտ այդ աշխարհին։ Կարդացել եմ, չէ, ցավի։ Սարսափի, ցավի, հետաքրքրում է ինձ։ Առօրյամ այդպեսին չեմ, բայց Սարսափ ֆիլմերի սիրար եք։ այո, Սարսափ ֆիլմերի Սթիվեն Քինգի սիրահարը։ Facebook, Instagram գտնենք, ես ֆանտաստիկ խորհուրդ ձեզ, որ ամուր գիշեր չեք քնի։ Ու այսպես ինձ շատ մոտ է եղել ու երբ փնտրում էի, հասկացա, որ հարազատ թեմա է ու սրա վրա շատ հետաքրքիր երգություն կարող եմ գրել։ Բայց չկար վախ, որ օրինակ նայեք, ինքը իրականում շատ բարդ է, որովհետև այն մաքսիմալ պետք է շատ ճիշտ մատուցել, որպեսզի ընկալելի ու հասկանալի լինի բոլորի համար, որովհետև իմ կարծիքով ոչ բոլորը կարող էին զգալ այն, ինչ որ դուք եք զգացել ու շատ ճիշտ փոխանցել եք, բայց կար այդ վախ իմ կարծիքով, որ ձեզ կարող է չհասկանալ։ Երևի ռիսկի գործակիցը մեծ էր ու դիմեց այդ ռիսկին ստացվեց կարծում եմ։ Բացի այն, որ ուժս ֆիլմերի սիրանը էքստրեմալ են։ Մի հարց ունեմ։ Էրիկան իդեպ առաջին Հայաստանի ներկայացուցիչն է, ով արժանացել է առաջին մրցանակի։ Մինչ այս չենք ունեցել Հայաստանի ունեցել ենք ծագումով հայեր, բայց առաջին մրցանակակիր, որը ներկայացնում է Հայաստանը, առաջին դեպքն է, որը գրանցվել է այս տարի։ Իսկ ինչպիսի չափանիշներով է աշխատել միջազգային ժյուրին եւ ինչ միտումներ եք նկատել այս տարվա ստեղծագործություններում։ Միտումներ նկատելը, գիտեք, այնքան բարդ կառուցվածք ունեն այդ ստեղծագործությունները։ Ժամանակակից մարդու համար լուրջ պատրաստվածություն է պետք, որպեսզի կարողանաս ճիշտ գնահատել։ Դու կարող ես զգայական երևույթներով պայմանավորված ինչ-որ բանին ավելի մոտ գտնվել, ինչ-որ բանից ավելի հեռու հասկանալու եւ ընկալելու համար, բայց այն, որ երիտասարդները աշխատում են պոեզիայի հետ եւ հայ պոեզիայի հետ, դա իսկապես մեծ արժեք ունի մեզ համար, որովհետև հայ մշակույթի ճանաչելիությունը սկսում է օտարերկրացի կոմպոզիտորների համար հայ գրականությունից։ Սա արդեն հետաքրքիր մշակութային համագործակցության աղբյուր է դառնում։ Կատարողական առումով ունենք երիտասարդ երաժիշտներ, կատարողներ, ովքեր լավագույն կերպով ներկայացնում են այս ստեղծագործությունները, որովհետև տեսեք, դու կարող ես գրել բարդագույն ստեղծագործություն, ես ուզում եմ դուք պատկերացնեք, թե ինչ մեծ բարդություն է խոսքի հետ ճիշտ աշխատելը։ Շեշտադրումը որտեղ է, արդյոք այս բարդության հնչյունը կարող է փոխանցել այն էմոցիան։ Տեսեք, դուք խոսում եք անամնեզի մասին, չէ՞, այսինքն ախտորոշման համար անհրաժեշտ ամբողջ ինֆորմացիայի մասին, եւ դու ոնց պետք է դասավորես երաժշտական կառուցվածքը, որ բառերի ճիշտ շեշտադրումը, ճիշտ զարգացումը համահունչ լինի երաժշտության զարգացմանը։ Այս բոլոր առումներով հանձնաժողովը քննում, զննում եւ ուսումնասիրում է սկսած տեքստի կառուցվածքի ձևաչափից։ Այսինքն թե ինչպես են կառուցվում, որքանով է գրագետ, որովհետեւ կարող է կոմպոզիտորը շատ տաղանդավոր լինել, բայց շարադրանքը լինել թերի։ Բոլոր անկյուններից, այսինքն եւ տեխնիկական պատրաստվածությունը, եւ երաժշտական գրագիտությունը, եւ ստեղծագործական կարողությունները, եւ երաժշտականությունը բաժին առ բաժին գնահատվում են հանձնաժողովի կողմից։ Եվ չանդրադարձա կիսատ թողեցի այդ դեպքս, որ կատարումը շատ կարեւոր է, որովհետեւ եթե հանկարծ կատարողը մի փոքր սխալ հասկանա
պարտիտուրը եւ ներկայացնի ստեղծագործությունը, կոմպոզիտորները հանգիստ կարող են ասել, որ գիտեք, ես օրինակ չեմ արժանացել մրցանակի, որովհետեւ կատարողները հավուր պատշաճիչ ներկայացրեցին իմ ստեղծագործությունը եւ այս առումով մենք իսկապես հաջողակ ենք, որովհետեւ համագործակցում ենք տարածաշրջանում լավագույն անսամբլներից մեկի Ասոնանս անսամբլի հետ, որի երաժիշտները ժամանակակից երաժշտության ներկայացման համար շատ պատրաստված են։ Դասականի մասին չեմ խոսում, որտեղ իսկապես բոլորը վարպետներ են, բայց շատ կարևոր է ճիշտ ընթերցել ստեղծագործությունը, այսինքն ոնց է, չէ՞, մենք կետադրության սխալ կիրառության դեպքում կարող ենք ստանալ բոլորովին այլ բովանդակություն։ Այ նույնը կատարողների ուսերին է։ Սխալ մեկնության դեպքում մենք կարող ենք ստանալ սխալ ստեղծագործության ներկայացում։ Այս առումով մեզ հաջողել է ունենալ որակյալ կատարումներ։ Հրաշել է։ Իսկ որոնք են առաջիկա ստեղծագործական ծրագրերը եւ միջազգային համագործակցության հեռանկարները արդյոք կան։ Այս պահին ստեղծագործում եմ Genesis անունով մի ստեղծագործություն։ Հետագայի պլաններ դեռ չեմ կառուցել, սպասում եմ դեռ այս ընթացքը անցնի։ Թողուբոհը ավարտվի։ Կարևորը A4A-ի մեջ չընկնեք ու հանգիստ շարունակեք աշխատել։ Հետաքրքիր է արդյոք դե որքան է երիտասարդ են, բայց միևնույնն է շատ փորձով են ու ունեն ճանապարհ անցած։ Արդյոք թույլատրվում է կամ կարող են ունենալ խորհրդի կամ կարծիքի կամ ինչ-որ փորձի փոխանակման մինչև ստեղծագործությունը օրինակ ներկայացնել, մինչև իրենց աշխատանքը ներկայացնել։ Թույլատրվում է նման բան։ Արդյոք դուք օրինակ դիմել եք այլ մասնագետների, պրոֆեսորների դեմքերի, ովքեր որ իրենց խորհրդով կարող են ձեզ օգնել, թե կարիքը չկար։ Դե ես ուսանում եմ կոնսերվատորիայում ու գրել եմ դասերից շրջանակներում այս ստեղծագործությունը։ Այո, սովորելու ընթացքում։ Ես ձեզ ասեմ, որ մրցույթից հետո հանձնաժողովի անդամները սովորաբար մենք ունենք շատ հետաքրքիր անհատներ, ովքեր ներգրավված են մրցույթին եւ կան մարդիկ, որոնք որ ամեն տարի են մեր հանձնաժողովում։ Օրինակ Ֆրանկը Եզնիկյան, Ֆրանսիայի ներկայացուցիչը, ինքը ամեն տարի մենք ուզում ենք իր հետ համագործակցել, որովհետեւ ունի շատ նրբանկատ մոտեցում արվեստագետներին եւ կարողանում է նաեւ մոտիվացնել կոմպոզիտորներին։ Նշանակություն չունի արդյոք այդ կոմպոզիտորը արժանացել է մրցանակի թե ոչ, անմիջապես մրցույթից հետո կամ հաջորդ օրը, որովհետև սովորաբար մենք հաջորդ օրը բոլորս միասին ենք լինում, տոնելու, միասին կիսելու այն ապրումները, որոնք նախքան դա ենք ունեցել կամ այդ ընթացքում ենք ունեցել եւ Ֆրանկ անպայման զրուցում է կոմպոզիտորների հետ, տալիս է խորհուրդներ, որոնք ես կարծում եմ, որ շատ թանկ ու կարեւոր են նոր ստեղծագործող մարդկանց համար։ Իդեպ ուզում եմ նաեւ նշել, որ մենք տարիքային սահմանափակում չունենք եւ օրինակ այս տարի եզրափակիչ փուլ անցել էր 66 տարեկան կոմպոզիտոր։ Նախորդ տարիներին ունեցել ենք 75 տարեկան կոմպոզիտոր դիմորդ, որը որ չէր անցել եզրափակիչ փուլ։ Այս տարի առաջին անգամ էր, որ ավագ սերնդի ներկայացուցիչը անցել էր եզրափակիչ։ Եվ հանձնաժողովի անդամները, ինչպես եւ Ֆրանկը, այսպես կիսվելով կոմպոզիտորների հետ, արդեն մրցանակակիրների կամ եզրափակիչ անցած մասնակիցների հետ, տալիս են այդ զարգացման հնարավորությունները։ Բացի դա, հանձնաժողովի անդամներից շատերը եվրոպական, արևմտյան կամ ասիական լավագույն համալսարանների դասախոսներ են։ Այսինքն այստեղ նաև համագործակցության լուրջ հնարավորություններ են ստեղծվում։ Առաջին իրենց քայլերը անող կոմպոզիտորների համար բացվում են դռներ եվրոպական լավագույն բուհեր, ասիական լավագույն բուհեր եւ քանի որ կատարողներից խոսեցի Ասոնանս անսամբլից, օրինակ նախորդ տարի կոմպոզիտորներից մեկը հիացած էր ուղղակի կատարումով երգիչների եւ հրավիրեց դրանից հետո Ֆրանսիա մեծ համագործակցություն ունեցան այդ երգչուհու հետ, կոմպոզիտորը հրավիրեց երգչուհուն, որպեսզի իր մնացած բոլոր ստեղծագործությունները, որոնք ցայնասկավառակի համար էին, ներկայացնի այդ երգչուհին։ Անընդհատ ինչ որ նոր կամուրջների, նոր կապերի ձևավորման հնարավորություններ է տալիս մրցույթը։ Կլոդ Լեդու, Վիտեսլավ Միկիշ, այն ֆանտաստիկ դեմքերն են, ովքեր որ պատիվ են ունեցել հյուրընկալելու Հայաստանում, նաև իրանք, եթե չեմ սխալվում, վարպետության դասեր են տրվել, իրանք եղել են ժյուրի անդամներ եւ այլ ովքեր են եղել, ինչպես։ Հիմա ասեմ դες, ուրեմն Ֆրանկը Եզնիկյան նշեցի, Կլոդ Լեդուն ժամանակակից կոմպոզիտորական դպրոցի լավագույն ներկայացուցիչներից մեկն է, Եղիսաբեթ Թագուհու մրցույթի հանձնաժողովում է եղել եւ բացի դա, եթե չեմ սխալվում, իր ստեղծագործություններից մեկն էլ որպես պարտադիր ծրագիր նաև ներկայացվել է այդ մրցույթում, որպեսզի պատկերացնեք Թագուհի Եղիսաբեթի մրցույթը դա թիվ 1 մրցույթն է աշխարհում։
Մեր հանձնաժողովի անդամներից էին նաև Տակահիրո Ակիբան, որը Ճապոնիային էր, նա արդեն երկրորդ անգամ է մեր հանձնաժողովում, այո, դաշնակահար է, եւ Տակահիրո Ակիբան համարվում է Ճապոնիայում հայ երաժշտության դեսպան։ Պարբերաբար ներկայանում է համերգներով, որտեղ հայ կոմպոզիտորների ստեղծագործություններ են հնչում, համագործակցում է հայ երաժիշտների հետ, օրինակ Արաքս Մանսուրյանի հետ հաճախ կոմիտաս է ներկայացնում տարբեր երկրներում, Անահիտ Ներսիսյանի հետ է համագործակցել միասին որպես դաշնակահարներ են ներկայացել, մեծ գործ է անում եւ ունի նաեւ հայկական երաժշտության փառատոն Ճապոնիայում։ Հաջորդ հանձնաժողովի անդամը Վիցեսլավ Միկեշն է, որը Բրնոյի ֆիլհարմոնիայի գեղարվեստական ղեկավարն է եւ դարձյալ իր ներդրումը հայ մշակույթի զարգացման մեջ շատ մեծ է, որովհետեւ իր շնորհիվ, իհարկե Տիգրան Մանսուրյանի տաղանդի շնորհիվ, բայց Վիցեսլավ Միկեշը նկատել է պարոն Մանսուրյանի ստեղծագործությունների կարևորությունն ու անհրաժեշտությունը եվրոպական ժամանակակից երաժշտարվեստում ներկայացնելու եւ պարբերաբար Բրնոյում հնչում են պարոն Մանսուրյանի ստեղծագործությունները Վիցեսլավ Միկեշի նախաձեռնությամբ։ Եվ Վիցեսլավ Միկեշը նույնպես այստեղ վարպետության դաս անցկացրեց, ինչը կարծում եմ արվեստի կառավարման համար ճիշտ ծրագրի ընտրության համար մեծ ներդրում էր եւ մասնակիցները վստահ եմ, որ եթե որոշեն մեր ֆիլհարմոնիայի զարգացմանը նպաստել իրենց գիտելիքներով, կկարողանան մեծ ներդրում անել, օգտվելով Վիցեսլավի գիտելիքներից եւ փորձառությունից։ Իսկ եթե օրինակ հնարավորություն ունենայիք մեկ հարց ուղղել հենց Տիգրան Մանսուրյանին այս մրցույթի մասին, ինչ կհարցնեիք նրանից։ Բարդ հարց է, իմը մտածեմ։ Երևի կուզեի ամեն ստեղծագործության մասին իր անկեղծ կարծիքը լսել ու գնահատականը իմանալ։ Եվ իմիջիալոց ես շատ ուրախ եմ այս փորձառության համար, պետք է նշեմ, քանի որ ձեռք եմ բերել կարելի ասել ավակ ընկերներ, նման մարդիկ, նման մարդկանց հետ եմ շփվել ու սա ինձ համար մեծ հնարավորություն էր։ Այսպես։ Վաու, 17 մասնակից ունենք, 12 կոմպոզիտոր, 13 երկրից ինչ-որ մեկին կառանձնացնեք, որը որ ձեզ տպավորել է։ Դե ընկերացել եմ Դանիելայի հետ, Իտալիայի ներկայացուցիչ։ Ինքը յարյակում կար, թե։ Կար։ Ինքը 6-ի մեջ կար, բայց առանցել էր հատուկ մրցանակին։ Այո, եւ իհարկե հնդիկ մասնակցի գործը դուրս եկավ, շատ։ Վաու։ Նաև նշենք երկրորդ, երրորդ, չորրորդ հորիզոնականներում ովքեր էին եւ եթե ճիշտ գիտենք, եթե կարող են բարձրացնել միանշանակ, որ բոլորը արժանացել են գումարային պարգևատրման։ Այո։ Բացի այն, որ այդ հնարավորություններն են ձևավորվում, գնահատում միջազգային համբավ ունեցող երաժիշտների կողմից, ունկնդրի ուշադրությունը, հիմնադրամի ուշադրությունը, մայստրոյի ուշադրությունը, կա նաև դրամական պարգև, առաջին մրցանակի համար շնորհվում է $3000 համարժեք դրամ, երկրորդ մրցանակի համար 2000, երրորդ մրցանակի համար $1000 համարժեք դրամ եւ հատուկ մրցանակակիրը նույնպես ստանում է $1000 համարժեք դրամ։ Առաջին մրցանակին Էրիկան է արժանացել, երկրորդ մրցանակին արժանացել է Նիկոդեմ Գլուչինսկին Լեհաստանից, որն արդեն երկրորդ անգամ է մասնակցում եւ երկրորդ անգամ Այո, եւ երկրորդ անգամ արժանանում է երկրորդ մրցանակի։ Զանգ երրորդ անգամ կհաղթի։ Երրորդ տեղին արժանացել է դարձյալ Դոմինիկ Ռադոնը, էլի Լեհաստանի ներկայացուցիչ, իսկ հատուկ մրցանակին արժանացել է Դանիելա Նոչենտինին Իտալիայից, որը ժամանել էր։ Այս տարի առաջին անգամ էր, որ ոչ բոլոր մասնակիցներն էին եկել Հայաստան։ Սովորաբար, քանի որ մրցույթը հոգում է ծախսերը, հրավիրում է անպայման մասնակիցներին եւ իրենց կեցության հարցնելուցում, սովորաբար գրեթե բոլորը գալիս են։ Այս տարի համընկնումը բոլորի զբաղվածության այնպես ստացվեց, որ մեկի մոտ համերգային ակտիվ շրջաներ չէր կարող բացակայել, մյուսի մոտ կրթական շրջանում քննական էր եւ չէր կարող դարձյալ բացակայել, մեկ առողջական խնդիրներ ուներ, մի խոսքով միայն Դանիելան կարողացավ ներկա գտնվել եւ իհարկե Էրիկան արդեն մեր կողմից։ Վաու, իրականում ահռելի մեծ աշխատանք է ուսումնասիրել մրցույթը ու պատվով
Շնորհավորում ենք ևս մեկ անգամ ձեզ Էրիկա, ես վստահ եմ, որ մենք բազմիցս կխոսենք ձեր մասին, կունենանք հնարավորություն ձեզ դիտելու, ասելու, վաու, Էրիկան է։ Մարդում հետ մենք ունեցել ենք պատիվ շփվելու, 2 րոպե խոսելու, որովհետև ֆանտաստիկ տաղանդավոր եք վստահ եմ, եթե ձեզ նկատել են ու գնահատել են այնպիսի դեմքեր, ովքեր որ ժյուրիի կազմում են եղել եւ եթե մահեստրոն է ձեզ գնահատել, դա արդեն կարծում եմ այն ամենակարևոր մեծ հաղթանակներից մեկն է ու դուք շատ ֆանտաստիկ ճանապարհ եք ունենալու։ Դժվար բարդ, ինչպես որ ուժս ֆիլմերում է լինում երբեմն, բայց հաղթանակներով եք ավարտելու վստահ։ Շատ շնորհակալություն։ Սոնա ձեզ եւս մեկ անգամ շնորհակալ ենք շատ, իրականում ամեն անգամ մեր հիացմունք ուզում ենք ձեզ հայտնել, մեր եթերը չի բավականացնի ուղղակի այդ ամենը խոսելու համար ու դուք միշտ կանգնած եք այնպիսի ֆանտաստիկ նախաձեռնությունների կողքին, որոնք ուղղակի երջանկացնում են եւ մեզ, եւ մեր հեռուստադիտողին, եւ որակի թելադրում դա ամենակարևորն եմ, ես ինքս լինելով կողմ հիմնադրամի ներկայացուցիչ, ուզում եմ նաեւ կողմ հիմնադրամին շնորհակալություն հայտնել, որովհետեւ իսկապես դժվար է մեր ժամանակներում կարողանալ արժեքավոր նյութերի, մարդկանց իրադարձությունների կողքին լինելը եւ հիմնադրամը կարողանում է տարանջատել այնինչ պոպուլյար է, այնինչ եկամտաբեր է եւ անդրադառնալ այն բոլոր կարևոր հարցերին, որոնք որ անտեսված են, որոնք որ արժանի են մեծ ուշադրության, բայց աննկատ են։ Ես իսկապես շնորհակալ եմ, որ ես հիմնադրամում եմ եւ կողմ հիմնադրամում եմ։ Մենք էլ ենք միանում շնորհակալական խոսքերին։ Մեր հյուրերն էին կողմ հիմնադրամի մշակութային նախագծերի պատասխանատու Սոնան Վերդյան եւ Մանսուրյանի անվան կոմպոզիտորների 4-րդ միջազգային մրցույթի առաջին մրցանակակիր Էրիկա Մարկոսյանը։ Ձեզ լավ օր։ Փոխադարձ։ Շնորհակալություն։ Ընտրուչենք, ունենք եւս մի հետաքրքիր թեմա, կարևոր հյուրեր, խոսելու ենք մի էփի մասին, որին անդրադարձել է նույնիսկ Forbes ամսագիրը։ Ինչի մասին է խոսքը կիմանաք վարքյան նրանց։ Մնացեք մեզ հետ։